Ողջույն բարեկամներ, ուրախ եմ ձեզ տեսնել հայկական խոհանոց ալիքում։ Քանի որ շուտով Սուրբ Սարգսի տոնն է, առաջարկում եմ միասին պատրաստենք մեղրածոր շատ համեղ նուշով հալվա։ Այս բաղադրատոմսի մեջ չենք օգտագործում շաքարավազ, ստացվում է առանց գնդիկների և շատ համեղ։ Սա մայրիկից բաղադրատոմսն է, որը կարող եք պատրաստել նաև տոն օրերին, տեսքը գերազանց, համը անմահական։ Դե ինչ ժամանակ չկորցնենք և սկսենք պատրաստել։ Հայկական ավանդական հալվա պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է ընդամենը 3 հիմնական բաղադրիչ՝ մեղր, ալյուր և յուղ։ 2 բաժակ ալյուրը լցնում ենք տապակի մեջ և դնում ենք ցածր կրակի վրա, անընդհատ խառնելով բովում ենք, մինչև ստանանք գեղեցիկ կարամելային երանգ։ Կախված այն հանգամանքից, թե ինչքան ենք բովում, դրանով պայմանավորված է հալվայի գույնը, կարող է ստացվել բաց կամ մուգ։ Քանի որ ցանկացած տեսակի ալյուր որոշ չափով իր մեջ խոնավություն է պարունակում, եթե անգամ անընդհատ խառնում ենք, կնկատեք, որ առաջանում են մանր գնդիկներ։ Այդ հարցը կարելի է լուծել մեկ հնարքի միջոցով։ Բովելուց հետո ալյուրը պարտադիր մաղում ենք, իսկ գնդիկները տրորում ենք գդալի օգնությամբ։ Եթե հալվա պատրաստելի շաքարավազը ձեզ մոտ քարանում է, հալվայի մեջ գնդիկներ են նկատվում, ապա փորձեք պատրաստել հենց այս բաղադրատոմսով, վստահեցնում եմ, որ տան անդամները շատ գոհ կմնան։ Սիրելիներս, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը։ Հայկական խոհանոց ալիքում կգտնեք շատ համեղ ավանդական բաղադրատոմսեր։ Բավականաչափ բովելուց հետո ալյուրը մաղում ենք, ավելացնում ենք 4 լիքը ճաշի գթալ յուղ և մի լավ խառնում ենք։ Այս 2 բաղադրիչը անընդհատ խառնելով բովում ենք ևս 2-ից 3 րոպե, մինչև ստանանք միատարր զանգված։ Այս բաղադրատոմսի մեջ չենք օգտագործում վանիլին կամ վանիլային շաքարավազ, քանի որ բաղադրիչների մեջ կա արդեն իսկ բնական համ՝ մեղր։ Քանի որ մեղրը ջերմազգայուն է, բարձր ջերմությունից այն կորցնում է իր բոլոր օգտակար հատկությունները և մեղրի արտահայտիչ բույրը։ Այդ պատճառով անջատում ենք գազօջախը և տապակը վերցնում ենք կրակից և վերջում միայն ավելացնում ենք մեղրը։ Այս չափաբաժնի համար իդեալական է 4 լիքը ճաշի գթալ մեղրը, ստացվում է միջին քաղցրություն ունեցող հալվա։ Սիրելիներս, մեղրով պատրաստված հալվան ունի կարամելի ընդգծված համ, այն շատ համեղ է ստացվում։ Այս ամենը մի լավ խառնում ենք, մինչև ստանանք միատարր զանգված, և քանի դեռ զանգվածը տաք է, լցնում ենք մատուցվող ափսեի մեջ և ձևավորում ենք, ըստ մեր երևակայության և ցանկության։ Եթե մեղրը բյուրեղացած է, հոգ չէ, ավելացրեք տաք թավայի մեջ և այն շատ արագ հալվում է։ Իմ ալիքում կարող եք գտնել տնական թթվասերով, այսինքն ռեժանով, կարագով, շաքարավազով պատրաստվող հալվայի մի շարք բաղադրատոմսեր։ Բաղադրատոմսերի հղումները կթողնեմ նկարագրությունների բաժնում։ Դանակի օգնությամբ հարթեցնում ենք, պատառաքաղի կամ գդալի օգնությամբ գեղեցիկ նախշեր ենք անում, կտրում ենք, վերջում ավելացնում ենք նուշ կամ ընկույզ և մատուցում ենք, բարի ախորժակ։ Սիրելիներս, այս բաղադրատոմսով մեղրով հալվա պատրաստելուց հետո խնդրում եմ մեկնաբանությունների բաժնում կիսվեք ձեր կարծիքներով, թե արդյոք հավանեցիք պատրաստման այս տարբերակը, շատ հետաքրքիր է, թե ձեզ մոտ ինչպես է ստացվել։ Համբերատար սպասում ենք մինչև սառի, մատուցում ենք 1 գավաթ սուրճի կամ թեյի հետ միասին։ Շատ համեղ է ստացվել։ Դե ինչ թանկագիններս, այսօր էլ տոնական հալվայի նման շքեղ բաղադրատոմս։ Դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։